հա, այս ամենին ունեն հանրային շահի գերակայության խնդիր, այսինքն մի շատ նեղ ու սպეციფიկ դեպքեր կան, երբ պետությունը միջազգային արբիտրաժի կողմից կայացված որոշումը կարող է չկատարել, հղում կատարելով հանրային շահին պետության, բայց դա շատ հիմնավոր պետք է լինի։ Ու այն դեպքում, երբ որ պետությունները ոնց որ պարոն Կարապետյանի ու Հեծի պարագայում է հղում է անում այդքան ընդհանրակման մեկնաբանման, դա ընդհանրապես ամբողջ միջազգային արբիտրաժի պրակտիկայի հակասում է ու հեղինակազրկում է այս կառույցի այս տասնամյակներում ձեռք բերած հեղինակությունը։ Հիմա մենք այս պահի դրությամբ ունենք իրավիճակ, բնականաբար ես որպես քաղաքացի ոչ միայն գոհ չեմ, որպես իրավաբան, ծայրաստիճան դժգոհ եմ, որ սա հերթական իմ երկրի այսպիսի հակաօրինական ու հակաիրավական գործընթացն է, որ իմ երկրում իմ պետության քարը վրա դրված մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հեղինակությունը միջազգային կառույցների եւ գործընկերների առջեւ այսքան հեղինակազրկում է, որ բացառապես քաղաքական թիրախավորման հետևանքով իմ երկիրը կորցնում է գրավչականությունը դրսից նոր ներդրողների համար, որովհետև բնականաբար, հա, երբ քո Հայաստանում իրենց ազգային մեծանուն գործարար Սամվել Կարապետյանին այդ մասշտաբի մարդում ամբողջ նաև այդ թվում իր դեմքով մեզ ճանաչում են մի շարք երկրներում, ապօրինաբար կալանավորում են, պատկերացնում եք ինչ որ գործարար, ով որոնողական աշխատանք է կատարում ու նպատակ ունի գալու եւ մեր երկրում ներդրում կատարելու ոնց է վերաբերելու Հայաստանի Հանրապետությանը։ Իմ երկրում այդքան կոպտորեն խախտում են սեփականության իրավունքը, որովհետև սահմանադրությունը հստակ ունի սեփական, այո, կարող են սեփականատիրոջ սեփականության իրավունքը սահմանափակվել, բայց սահմանադրությունը հստակ դրա հիմքերը, ձևերը, ընթացակարգերը սահմանած ունի։ Եվ այս ամենը ինչ տեղի ունեցավ Հեծի հետ, որևէ կերպ այդ տրամաբանության, իրավական տրամաբանության մեջ չէր տեղավորվում։ Եվ ի վերջո, որպես քաղաքացի էլ արդեն ի նկատի ունենալով վերջին 7 տարիների ընթացքում ողջ process-ը, հա, թե ինչեր են խոստումներ են մեզ տրվել եւ ինչ է արդյունքում տեղի ունեցել, թե ինչպիսի գործընթացներ են տապալվել, բացի այն, որ լրջագույն մտահոգությունը, որ մեզ նոր աղետ է սպասում, հատկապես երբ խոսքը այսպիսի ռազմավարական օբյեկտի մասին է, հա, մենք հասկանում ենք, եթե Հեծի հետ ըստ էության գլոբալ կառավարման տապալում տեղի ունեցավ, դրա հետևանքը անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից բոլորս ենք կրելու։ Հետևաբար պետք է կրկին, հա, այս հիմքով եւս հանրային կոնսոլիդացիա ապահովենք, փորձենք հանրային վերահսկողություն իրականացնել ու պահանջատեր լինենք մեր իրավունքներին, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Իմ կոչն է, հորդորն է հասկանալու, որ թույլ մի տվեք ձեզ ճնշեն, թույլ մի տվեք ձեզ խեղճացնեն։ Դուք եք այս երկրում իշխանության աղբյուրը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրենց գործողությունները պետք է ձեր շահով պայմանավորվեն, ոչ թե անձնական շահով, դիրքով եւ անձնական բարեվոք կյանքի նպաստավոր պայմաններով։ Եղեք պահանջատեր եւ այո, մենք այսօր ուղերձ ենք հղում իջեցնելու սակագինը։ Իջեցրեք սակագինը, պետք է սա դառնա ֆլեշմոբ, պետք է դառնա հանրային պահանջ, որովհետեւ հստակ թվաբանությամբ ընթացակարգերով ապացուցում ենք, ցույց են տալիս այս մարդիկ, որ կա դրա ֆինանսական հնարավորությունը։ Շնորհակալ եմ։ Հազինյանը հայտարարել էր մամուլի ասուլիսի ժամանակ, որ սակագնի իջեցումը լինելու է Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Ինչ կասեք։ Ես կարծում եմ չմեկնաբանեմ, հա, պարոն Ղազինյանը շատ մանրամասն այդ թվաբանությամբ ներկայացրեց ու այս մի դրվագն է չէ, հա, տեսեք, հա, այս մի դրվագը չի, հա, տեսեք, պարոն Կարապետյանը, իր մերձավորները, իր աշխատանքային թիմերը այնպիսի անշնորհակալ վիճակում են հայտնվել, որ իրականում նաև կյանքը ցույց տվեց, որ այս մարդը իրական բարերար է եղել, որովհետև չի շահարկել իր բարեգործությունները ու նաև պարոն Ղազինյանը իր մի քանի ասուլիսներում բազմաթիվ անգամներ ցույց է տվել, թե այս դեպքում Սամվել Կարապետյանը իր անձնական միջոցներով ինչ քանակի ներդրումներ է կատարել եւ ինչ բնույթի բարենորոգումներ է կատարել հենց օրինակ միայն Հեծի շրջանակներում, որոնք այսօրվա իշխանությունները փորձում են մանիպուլացնել։ Անկամ այս երբ սկսեցինք, հա, սակագնի իջեցնելու օրակարգը եւ հայտարարությունը իրազեկման գործընթացը մեր քաղաքացիներին, հենց ժամանակավոր պաշտոնակատարը Հեծի ընդհանրապես չանդրադարձավ
այս օրակարգին, հա, ու մեզ ուղերձեր, որ իրանք չունեն նպատակ իջեցնելու սակագինը հիմա, իրենք հավանաբար, ինչպես մեր գործընկերուհին ներկայացրեց, հավանաբար կա հեռանկարային մանիպուլատիվ պլան շահարկելու ընտրություններից առանց, հնարավոր տարբերակ է դա, բայց այս մարդը միայն խոսեց վարկային պարտավորվածությունների մասին ու այդ ֆինանսական միջոցները ինչ որ վարկային բեռեր թոթափելու վրա, այն թվում, երբ կրկին, հա, օթից կախված շշուկներ կան, խոսակցություններ կան, որ ահռելի քանակով նաև նոր աշխատավարձերի, պարգևավճարների վրա է վատնվում այդ գումարները նույն հեծում։ Դա է իմ խնդիրը, հա, մենք պետք է, եթե այդ միջոցները առկա են ու այդ միջոցները հնարավորություն են տալիս սակագնային պլանը իջեցնելու քաղաքացու կրկին ընդգծում եմ սոցիալ-տնտեսական բեռը մի փոքր թոթափելու նպատակով, մենք պետք է նպաստենք, որ այդ ուղղությամբ միջոցը ծախսվի, ոչ թե օգտագործվի կրկին, հա, պարգևավճարներ եւ աշխատավարձներ բաշխելու վրա։ Իսկ հաշվարկը հանձնաժողովը պետք է անի, թե մոտավորապես ինչքան կարող է իջնել, թե կարող են sense մոտավորապես։ Տեսեք, մոտավորապես անկեղծ ասած, հա, իհարկե, Արտուր ջան, տեսեք, ես կրկին խուսափում եմ, հա, թվերից խոսել, որովհետև պարոն Ղազարյանը շատ մանրամասն բանաձևերով ներկայացրեց, բայց այս պահի դրությամբ ինձ հասանելի տեղեկատվությամբ, որը մի քանի տնտեսագետների ուսումնասիրություններից բխում է, սա վերջնական պայմանական թիվ եմ ասում, հա, ասում եմ, որ մինչև 3 դրամ այս պահի դրությամբ հնարավոր է իջեցնել սակագինը, որը կարծում եմ բավականին մեծ գումար է ու ընդգծենք, հա, ի հեճուկս այդ հայտարարված շրջանառված թվի կրկին իշխանությունները փորձում են մանիպուլացնել, ասել, որ ավելի քիչ գումար է իջեցվելու, հնարավոր իջեցնել։ Այստեղ կրկին, հա, ես ուղերձում եմ, շատ լավ վերացարկվենք թվերից, իջեցրեք, թեկուզ դրանից մի փոքր ավելի քիչ գումարով։ Այսինքն կա հստակ հաշվարկ, որ այո, 3 դրամի չափով հնարավոր է իջեցնել, թող իշխանությունը հակադարձեր նորմալ տնտեսագիտական հաշվարկով ու իջեցնել, ոչ թե ասել, չէ, գիտեք, կարող ենք իջեցնել ավելի քիչ, բա օքեյ, բա ինչի այդ ավելի քիչը չեք իջեցրել։ Այստեղ այս հարցադրումն է ռետորական մնում օդում կախված։